Ինչի՞ն ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից հետո բանը ասֆալտը ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը դա տենց այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել, հետևաբար այդ ասֆալտը բան չի, այն ասֆալտը չի, ինչի՞ն ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից հետո Սիրելի հայրենակիցներ, ինչպես լսեցիք Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունն էր, որ մեծ ուրախությամբ եւ մեծ հրճվանքով խոսում էր ասֆալտի մասին, ասֆալտի դերի նշանակության մասին։ Ես ուզում եմ խոսել մեր ճանապարհների անորակ ասֆալտապատման մասին։ Ուզում եմ խոսել այս օրերի ընթացքում Երևան քաղաքում խայտառակ ճանապարհների մասին։ Ուրեմն ինչ են ասում իշխանությունները։ Իշխանություններն ասում են դե ասֆալտը, բայց պարզվում է որ ասֆալտ չի, ժողովուրդ, ասֆալտ չի։ Ասֆալտ չի, քիչ չի։ Մի հատ էլ այն միլիարդավոր դրամները, որ մեր հարկատունները վճարում են ասֆալտ անելու համար, մսխվում են այդ փողերը։ Մսխվում են բառից բուն իմաստով։ Ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել ասֆալտապատման աշխատանքների մեղմ ասած ոչ բարվոք վիճակը։ Ոչ հաստությունը, ոչ խորությունը, ոչ որակը հեռու են այն ստանդարտներից եւ այն նորմերից, որոնք կատարվի։ Դուք պատկերացրեք, եթե 1-2 սանտիմետր եւ դա ապացուցված փաստեր են, 1-2 սանտիմետր խնայեն, թույլ կտակ խոսենք, կներեք, որ ձեզ խանգարում ենք։ Այն 1-2 սանտիմետրը, որը որ այսպես ասած եւս են անում, դա միլիարդավոր դրամներ է, սիրելի հայրենակիցներ։ Հիմա ինչ են ասում, ասում է, դե այդ ասֆալտն էլ քանդվել է, որովհետեւ աղ ենք շախտվել։ Չկարող է աղի տեղը դուք շաքարավազ եք շախտվել, որովհետեւ անձրևից հետո հալում է։ Եվ զարմանալի է, էլի, աշխարհում գրեթե մի տեղ չկա, որ ասեն, որ աղ շախտալուց հետո, իբր աղ շախտալուց հետո նման խրամատներ կարող են առաջանալ եւ մեր հայրենակիցները այդ խրամատների մեջ ընկնելով անհասանելի են դառնում։ Մեր քաղաքացիները անգամ հումորներ են անում, ասում կարող եք փոսերի մեջ ջուր լցնեք եւ ձուկ պահեք։ Ավելին են գնացել, հիմա ճանապարհների վրա տարբեր տեսակի, այսպես ասած, արգելապատնեշներ են դնում։ Անվադող, հին սառնարան, ծառ եւ դրա լուսանկարները իմ մոտ կա, ցավոք չեմ կարողանում ժամանակս չի հերիքում, որ մանրամասը ներկայացնեմ։ Եվ սրա հետևանքներով հազարավոր մեր հայրենակիցներ վթարվում են եւ այդ վթարման հետևանքով ստանում են մարմնական վնասվածքներ։ Ավարտում եմ խոսքս։ Սիրելի հայրենակիցներ, ձեր հարկերի հաշվին միլիարդավոր դրամներ մսխվում են։ Շնորհակալություն։